Ապրիլ 7. Ձեզ հետ է Քրիստինեն, նմանվել Քրիստոսին, ասել է խորը ցանկությամբ սերտել, ճանաչել և կատարել իր խոսքը։ Ողջույն, բոլորիդ մաղթում եմ ուրախ ապրիլի 7 և տարվա 14-րդ շաբաթ։ 14-րդ շաբաթվա այս վերջին օրում սովորում ենք Հեսու 1:8 համարը, անգիր մինչև հիմա արդեն պետք է արած լինենք, բայց 3 անգամ ևս կարդանք, այսօր նույնպես առաջին անգամ կկարդամ ես։ Այս օրենքի գիրքը թող չհեռանա քո շուրթերից, այլ գիշեր-ցերեկ դրա մասին մտածիր, որպեսզի պահես և կատարես ամենը, ինչ որ գրված է դրա մեջ։ Այն ժամանակ քո ճանապարհը դու հաջող կդարձնես և այն ժամանակ հաջողություն կունենաս։ Ինքներդ խնդրում եմ կարդացեք երկրորդ անգամ։ Եվ կարդանք երրորդ անգամ միասին։ Հեսու 1:8 Այս օրենքի գիրքը թող չհեռանա քո շուրթերից, այլ գիշեր-ցերեկ դրա մասին մտածիր, որպեսզի պահես և կատարես ամենը, ինչ որ գրված է դրա մեջ։ Այն ժամանակ քո ճանապարհը դու հաջող կդարձնես և այն ժամանակ հաջողություն կունենաս։ Այսօրվա Աստվածաշունչից ընթերցվող հատվածները հետևյալներն են. 5 տակարան, Հեսու 3-րդ գլուխ 1 համարից մինչև 4-րդ գլուխ 24-րդ համար, Սաղմոս 42 1-ից 5 համարներ, Առակաց 13 17-ից 18 համարներ։ Նոր կտակարանից ընթերցում ենք Ղուկասի ավետարան 9-րդ գլուխ 1-ից 17 համարներ։ Մաղթում եմ ձեզ հիանալի, օրհնյալ և ուրախ օր, մինչ հաջորդ հանդիպում։